Եթե այսօր ավելի շատ մարդ լինեն, քան ստանցել անգամ, դա կարելի է փոքր հաղթանակ համարել, որտեղ ես այստեղ եմ ոչ թե համար որ որոշակի PR անեմ կամ ինչ գործունեությունը զարգացնեմ, այլ պարզապես որ լինեմ դեր համայնքի համար օգտակար։ Այսօրվա միջոցառումը այդ միջոցառումներից մեկն էր, որին կարող են բոլորը մասնակցեն ու ապագայում էլ ունենք այդպիսի հետաքրքիր միջոցառումներ, հետաքրքիր բանախոսներով, որին կարող են մասնակցել բոլորը։ Շատ ավելի շատ մեծ հնարավորությունների մասին եմ ես տեղեկանում եւ կարողանում եմ շատ ավելի հստակ պատկերացնել, թե ապագայում իմ բիզնեսի կառուցման մեջ որքանով եմ կարողանալու ինչպես մանտաշանցին օգտակար լինել, այնպես էլ հայ ժողովրդին։ Բիզնես սկսել գումարել կամ չունի։ Ես ֆիքսել, երբ դες անդա դասում եմ գաղափար ունեմ, $10 միլիոն պակասում որ իրականացնեմ գաղափարը, հա, դες գաղափար բոլորը կանոն են, էլի։ Եթե պատկերացնենք 2020 Մարդ, որը որ կարողանում է իր շուրջը հավաքել մարդկանց, ընկերություն, network եւ այն հարցին, որ ես տվեցի իր պատասխանը, ինձ շատ գոհացրեց, որտեղ երբևիցե պետք չի մտածել, որ միայն քեզ պետքա լավ լինի կամ քեզ մի քիչ շատ լավ լինի, որ այն մյուսին բան չլինի։ Շատ կարևոր է ընկերությունները, որ տեսնեն հիմա փոփոխվող այս դարաշրջանում հաջողությունների պատմություններ ու կայուն քայլերով առաջ գնալու հաստատակամություն ու դրա տված պտուղները։ Network վարությունից հետո որ հարցեցի, քանի մարդ ինչ որ օգտակար գործարք կամ կապ ստացավ, 15-20 ձեռք բարձրացին, ուրեմն ամենաքիչը 20 հոգի հենց տեղում օգտակարություն ստացավ այս միջոցառումից, մնացած գիտելիքի տեսքով ստացան, հուսամ այդ գիտելիքները կիրառեն եւ ապագայում ավելի շատ բան կլինի, էլի իրենց համար ավելի օգտակար կլինի այս ամեն ինչը։ Կարծում եմ այսօրվա ելույթից եւ հարցերից հետո ես կհետևեմ այդ խորհրդին, որ պետք է շարունակաբար աշխատել, ստեղծել ներկայացնել, փորձել երբեք չհանձնվել։ Շատ շնորհակալ եմ։